Ողջույն, ATV-ի եթերում կյանքի համն է, հաղորդում, որ կանդրադառնա այն խնդիրներին, ինչն էլ կօգնի պահպանել մեր առողջությունը։ Այսօր մեր եթերում խոսելու են բժիշկները, անդրադառնալու ենք առողջարար սննդամթերքին եւ իհարկե գիտնականների ամենաթարմ բացահայտումներին։ Այսօր մեր եթերում կարող եք դիտել հետեւյալ էջերը. Լյարդի դիֆուզ, այսինքն ընդհանուր հիվանդություններն ու ախտանիշները, խաղող, ուժերի վերականգնման լավագույն միջոցը։ Ինչ են բացահայտել գիտնականները քորվող մարդու մասին։ Այս ամենի մանրամասները մեր եթերում։ Դելտա կլինիկը շարունակում է անակնկալներ մատուցել։ Այս անգամ եւս աննախադեպ ակցիա՝ լյարդի ֆունկցիոնալ վիճակի անվճար ստուգում, ինչպես նաեւ գաստրոենտերոլոգի, ուրոլոգի եւ գինեկոլոգի անվճար խորհրդատվություն։ Կենտրոնում իրականացվում են նաեւ ամենամատչելի տարբերակով սոնոգրաֆիկ հետազոտություն, դզրուկաբուժություն, համակարգչային ախտորոշում եւ այլ հետազոտություններ ու բուժումներ։ Հասցե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ։ Հեռախոսահամար 500 560։ Որոնք են լյարդի դիֆուզ, այսինքն ընդհանուր փոփոխությունները, ինչ ախտանիշներով են արտահայտվում եւ ինչ կանխանշաններ ունեն, բարձում ենք մեր եթերում։ Լյարդի հիվանդությունները կարող են լինել դիֆուզ եւ օջախային։ Լյարդի դիֆուզ փոփոխություններից են լյարդի լիպոդիստրոֆիան, ճարպակալումը կամ ճարպային հեպատոզը, սուր եւ խրոնիկ հեպատիտները եւ լյարդի ցիրոզը։ Օջախային փոփոխություններից են բադվորակ եւ չադվորակ գոյացությունները լյարդի, ինչպես նաեւ կիստաները։ Լյարդի դիֆուզ փոփոխություններից է լյարդի ճարպակալումը, լիպոդիստրոֆիան կամ ճարպային հեպատոզը, որի ժամանակ տեղի է ունենում լյարդային բջիջների, հեպատոցիտների ինֆիլտրացիան ճարպով, այսինքն տեղի է ունենում լյարդային բջիջներում ճարպի կուտակում։ Որքան ավելի շատ լյարդային բջիջներ են լինում ներառված ճարպակալման պրոցեսի մեջ, այնքան ավելի ծանր է պրոցեսը, որը կարող է բերել լյարդի ֆունկցիայի խանգարմանը։ Լյարդի ճարպակալումը երբեմն կարող է ուղղորդվել լյարդի մեծացման։ Լյարդի ճարպակալման պատճառներից են մետաբոլիկ խանգարումները, այսինքն նյութափոխանակման խանգարումները, շաքարախտը, դիաբետը, ինչպես նաև սննդային խանգարումները, դիետաները, որոնք զուրկ են պրոտեիններից, այսինքն սպիտակուցներից։ Լյարդի դիֆուզ փոփոխություններից են սուր հեպատիտները, որոնց ժամանակ տեղի է ունենում լյարդային բջիջների վնասում, քայքայում, որը ուղեկցվում է այտուցով, որի հետևանքով էլ տեղի է ունենում լյարդի մեծացում։ Սուր հեպատիտի անուղղակի նշաններից է սոնոգրաֆիկ, լեղապարկի պատերի այտուցն ու հաստացումը, ինչպես նաև փայծաղի մեծացումը, որովայնի խոռոչում ազատ հեղուկի արտկայությունը, երբեմն հնարավոր է ավշային անգույցների մեծացում։ Սուր հեպատիտը կարող է վերածվել խրոնիկ հեպատիտի։ Խրոնիկ հեպատիտի պատճառ կարող են լինել նաև ալկոհոլի չարաշահումը եւ դեղորայքային ֆակտորը։ Խրոնիկ հեպատիտի ժամանակ տեղի է ունենում լյարդային բջիջների քայքայում եւ հետագայում շարակցական հյուսվածքի աճ։ Լյարդի դիֆուզ հիվանդություններից ամենածանրը դա լյարդի ցիրոզն է, որի ժամանակ տեղի է ունենում հեպատոցիտների, լյարդային բջիջների քայքայում, շարակցական հյուսվածքի աճ եւ լյարդային բջիջների փոխարինումը շարակցական հյուսվածքով եւ ֆիբրոզով։ Ցիրոզի սկզբնական շրջանում լինում է լյարդի չափսերի մեծացում, այնուհետև շարակցական հյուսվածքի աճի եւ ֆիբրոզի զարգացման հետ զուգընթաց տեղի է ունենում լյարդի չափսերի փոքրացում, կոնտուրների գոգավորություն եւ ցիրոզիկ հանգույցների առաջացում, որը բերում է լյարդային անբավարարության առաջացմանը։ Քանի որ լյարդը համարվում է մարդու ամենամեծ գեղձը եւ կատարում է դեզինտոքսիկացիոն, այսինքն ֆիլտրի դեր, ուստի պետք է խնամքով վերաբերվել այդ օրգանին։ Երբեք պետք չէ չարաշահել խմիչքը, ճարպոտ սննդամթերքը, ինչու չէ նաև դեղորայքը։
Այժմ անդրադառնանք եւ տեսնենք, թե ինչ է հուզում մեր հեռուստադիտողին, իսկ եթե դուք եւս անհանգստացնող հարցեր ունեք, ապա հղեք դրանք մեր բժշկականներին, նրանք սպասում են ձեր հարցերին, ավելի ակտիվ եղեք։ Ինչ միջոց կառաջարկեք երեխայի արևահարման դեպքում, Սիրար Փիմակարյան։ Արևահարություն լինում է այն դեպքում, երբ երեխան գտնվում է ուղիղ արևի ճառագայթների ներքո կամ կա քամի եւ արև եւ ինքը չի զգում արևի ճառագայթները եւ երրորդը երբ երեխան լողանում է ջրի մեջ օղակի միջոցով եւ չի զգում արևահարությունը, քանի որ խոնավ մաշկը շատ ավելի արագ է այրվում եւ չեն զգում թե ինչպիսի արևահարություն եւ ինչքան արագ կարող է դա տեղի ունենալ։ Այդ դեպքերում ցավում է հիմնականում փորի շրջանը, մեջքի շրջանը, ուսերի շրջանը եւ ծայրանդամները։ Անպայման պետք է, եթե կա արդեն արևահարություն, տեղափոխել հովտեղ եւ ցողել սառը, նույնիսկ կարելի է ասել սառցե ջրով եւ բացի այդ տալ, որ անպայման խմի շատ ջուր, անպայման դիմել բժշկի, որովհետեւ կա բազմաթիվ միջոցներ հակաայրվածքային, անպայման պետք է այս դեպքում օգտվել բժշկի խորհուրդներից։ Իսկ մինչև բժշկի դիմելը անընդհատ ինչքան հնարավոր է սառը ջուր եւ 15 րոպեն մեկ մաշկը ցողել սառցե ջրով։ Խաղողը պատկանում է խաղողազգիների ընտանիքին, որի ողկույզները քաղցր պտուղներ են, իսկ տեսակները մոտ 70-ի են հասնում։ Դե իհարկե, այսօր խոսելու ենք խաղողի օգուտների մասին։ Խաղողի հայրենիքը Արաշատար Ասյան է։ Խաղողի առողջարար հատկանիշների մասին հայտնի է եղել դեռևս շատ վաղուց։ Ըստ Աստվածաշնչի, սա առաջին բույսն է եղել, որ աճեցվել է Արարատ լեռան ստորոտին։ Հին հույններն ու հռոմեացիները խաղողաբուժությունը կիրառել են ուժերի վերականգնման եւ նյութափոխանակությունը լավացման համար։ Խաղողը պարունակում է մեծ թվով վիտամիններ՝ A, B1, B2, B3, B6, B9, C, PP։ Այն լավ միջոց է անգինայի, բերանի խոռոչի մաքրման, խոցերի եւ այլ հիվանդությունների կանխարգելման համար։ Դե իսկ խաղողի հյութը հայտնի է իր թուլացնող, միզամուղ, իմունային համակարգն ամրապնդող հիանալի միջոցով։ Խաղողի հյութը խորհուրդ է տրվում օգտագործել նաև բարձր ջերմության եւ կոկորդի ողողումներ անելու համար։ Ավանդական բժշկության մեջ խաղողը օգտագործվում է ամբողջությամբ, սկսած կեղևից եւ ավարտած տերևներով։ Խաղողը հայտնի է նաև գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի պարունակությամբ, որը բարերար ազդեցություն ունի արյունատար անոթների վրա, որի արդյունքում կանխարգելվում են սիրտանոթային հիվանդությունների առաջացման տոկոսը։ Խաղողը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ, հանքային աղեր, ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ, այն հատկապես օգտակար է սիրտանոթային հիվանդությունների դեպքում, կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, իջեցնում արյան բարձր ճնշումը։ Խորհուրդ է տրվում նաև արյան սակավության դեպքում։ Բուժական նպատակներով են կիրառվում նաև խաղողի տերևներից պատրաստվող թուրմերը, օրինակ ֆարինգիտի, լարինգիտի, անգինայի դեպքում կարող եք պատրաստել հետևյալ թուրմը։ 1 ճաշի գթալ խաղողի չորացրած եւ մանրեցված տերևները լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողեք 20 րոպե հանգստանա։ Այնուհետև խմեք ստացված թուրմը օրական 2-ից 3 անգամ, 3 ճաշի գթալի չափով։ Վերջանալուն պես կարող եք կրկին նույն չափականակով պատրաստել։ 2 կիլոգրամ թարմ խաղողը կամ կես կիլոգրամ չամիչը կարող են ձեզ ապահովել էներգիայի պաշարով, որը կբավարարի ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ խաղողում առկա վիտամին B-ն կօգնի ոչ միայն խուսափել դեպրեսիաներից, այլև կվերացնի թարախաբշտիկներն ու թեձը։ Իդեպ, խաղողը կարող է կիսել եւ հենց այդպես դնել դեմքի վրա, որը կհարթեցնի դեմքը եւ կթարմեցնի այն։ Խաղողի 100 գրամը պարունակում է 65-ից 85% կիլոկալորիա։ Այն կիրառվում է նաև բազում դիետաների դեպքում, որը վերացնում է օրգանիզմից ավելորդ ջրածնային մասը։ Ինչի կարող է բերել այն փաստը, երբ ամբոխում որևէ մեկը քորում է իրեն։ Դիտենք գիտնականների նոր բացահայտումները այս մասին։ Եթե ամբոխում որևէ մեկը քորվում է, ապա սա վարակիչ բնույթ է կրում։ Այս մասին են հայտարարել բրիտանացի գիտնականները, ովքեր հաստատել են, որ քորվող մարդուն նայելիս դիմացինի մոտ էլ ցանկություն է առաջանում։ Իսկ ինչ է կատարվում մարդու ուղեղում նման պահերին։
Այս ամենը իմանալու համար հետազոտվել են տասնյակ մարդիկ։ Նրանք դիտել են հոլովակներ, որտեղ մարդիկ կամ հանգիստ նստած են, կամ քորվում են։ Ապացուցվել է, որ քորվելու պահին դիտող մարդիկ սկսել են քորել իրենց, որի արդյունքում էլ պարզ է դարձել, որ պատկերավոր ազդակներն իրոք վարակիչ են։ Եթե տեսնում եք, որ մարդը քորում է իրեն, մի նայեք նրան, որպեսզի ինքներդ էլ չհայտնվեք տհաճ իրավիճակում։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվակրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Հասցե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500 560։ Հաղորդմանը սպասարկում է Մանիա գեղեցկության սրահը, հասցե Կոմիտասի 3, հեռախոսահամար 22 60 42։ Նկարահանումներին աջակցել է M&S առևտրի կենտրոնը։ Այսօրվա կյանքի համը այսքանն էր, հուսանք, որ կարողացաք օգուտներ քաղել։ Գնահատեք կյանքի ամեն մի վայրկյանը, ապրեք առողջ և երջանիկ։ Կհանդիպենք ATV-ի եթերում։